Վարշավայում տեղի ունեցած Հայաստան-Լեհաստան միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում կայացել է Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի տեղակալ Անուշիկ Ավետյանի եւ Լեհաստանի տնտեսական զարգացման եւ տեխնոլոգիաների նախարարի տեղակալ Միխայել Բարանովսկուի երկկողմ հանդիպումը։ Կողմերը քննարկել են Հայաստանի եւ Լեհաստանի միջև տնտեսական հարաբերությունների ընդլայնման ընթացիկ հնարավորությունները եւ համագործակցության խորացման ուղիները, ընդգծելով երկու երկրների միջև տեխնիկական ու ինստիտուցիոնալ փոխգործակցության աճող դերը։ Քննարկվել է նաև առևտրաշրջանառության զարգացման, կապիտալ շուկաների զարգացման, ԵՄ ստանդարտներին եւ կարգավորումների համապատասխանության, ինչպես նաև գյուղատնտեսության, սննդամթերքի անվտանգության, ժամանակակից ոռոգման, անասնաբուծության եւ խելացի գյուղատնտեսական տեխնոլոգիաների ոլորտներում համագործակցության ընդլայնման, ինչպես նաև խաղաղության խաչմերուկ նախաձեռնության շրջանակում Լեհաստանի եւ ԵՄ գործընկերների ներգրավվածության հնարավորությունները։ Լեհական կողմը ներկայացրել է փորձի փոխանակման եւ գիտատեխնիկական համագործակցության պատրաստակամությունը։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն շարունակում է հետևողական պայքարը ստվերային տնտեսության, հարկերից խուսափելու եւ մաքսային իրավախախտումների դեմ, կանխելով հարկային չարաշահումները, որոնք վնասում են պետության եւ օրինապահ գործարար համայնքի շահերը։ ՊԵԿ-ից հայտնում են, որ օրերս Իրանի Իսլամական Հանրապետությունից ագարակ մաքսային անցման կետ ժամանած 3 բեռնատար տրանսպորտային միջոց ենթարկվել է մաքսային զննության։ Ռենտգեն զննող սարքավորման միջոցով ստացված պատկերների արդյունքում պարզվել որ բեռնատարներում, որոնք մեկ ներկրողի միջոցով պետական սահմանով ցեմենտ են տեղափոխել, արկա է մաքսային հսկողությունից թաքցված ծխախոտային արտադրանք։ Ծխախոտները թաքցվել են ցեմենտի բունկերների տակ, զոդման եղանակով նախապես պատրաստված թաքստոցներում։ Ստացված տեղեկությունների համաձայն ՊԵԿ պետական սահմանի ցամաքային անցման կետերում մաքսային սպասարկման եւ հսկողության վարչության թիվ 14 բաժնի աշխատակիցները հատուկ կտրող գործիքի օգնությամբ բեռնատարների թաքստոցներից դուրս են բերել առանց ակցիզային մակնշման ընդհանուր 6530 տուփ ծխախոտ։ Նշենք, որ վերջին մեկ ամսվա ընթացքում ագարակ մաքսային անցման կետում կանխվել է չհայտարարագրված եւ մաքսային հսկողությունից թաքցված ընդհանուր 31830 տուփ ծխախոտի ներկրման փորձեր։ Հայաստանի Հանրապետության բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի տեղակալ Ռուբեն Սիմոնյանը հանդիպել է Համաշխարհային բանկի ֆինանսների եւ մրցակցության հարցերով առաքելության ներկայացուցիչներին։ Համաշխարհային բանկի հայաստանյան գրասենյակի ծրագրերի ավագ տնօրեն Նարինե Թադևոսյանի գլխավորությամբ։ Իր խոսքում նախարարի տեղակալը ներկայացրել է բարձր տեխնոլոգիաների ռազմավարական նշանակություն ունեցող ուղղություններն ու ոլորտի առաջնահերթությունները, իրականացված օրենսդրական բարեփոխումներն ու ընթացիկ ծրագրերը։ Նա ընդգծել է Հայաստանի դերը համաշխարհային բարձր տեխնոլոգիական էկոհամակարգում, առանձնահատուկ ուշադրություն դարձնելով կիսահաղորդչային արդյունաբերության զարգացման հեռանկարներին։ Առանձնացրել է պետական աջակցության առաջնահերթությունները, հատկապես գիտահետազոտական ոլորտին տրամադրվող արտոնությունները։ Հանդիպման ավարտին կողմերը վերահաստատել են համատեղ ծրագրերի շուրջ շարունակական համագործակցությունն ամրապնդելու եւ ԲՏԱ ոլորտում համաշխարհային բանկի մասնակցության շրջանակն ընդլայնելու պատրաստակամությունը։